Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն Հայաստանում 2026 թվականից կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր ֆիլմերը պետք է ունենան հայերեն կրկնօրինակում կամ հայերեն ենթագրեր։ Որոշման առավելությունների և խնդրահարույց կողմերի մասին մենք այսօր զրուցելու ենք կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանի հետ։ Ողջույն Մելիք, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև Նազելի, շնորհակալություն հրավերի համար, շատ կարևոր թեմա է եւ փորձենք կես ժամվա ընթացքում պրոդուկտիվ զրուցենք։ Այո։ Մինչև այժմ Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվել են ռուսերեն թարգմանությամբ։ Ինչով է դա պայմանավորված ձեր կարծիքով։ Ինչով պայմանավորված հասկանալի է, բացատրություններ կան, բայց ուզում եմ ասեմ, որ եթե վերցնում ենք օրենք եւ օրենքի խախտում, այս բոլոր 30 տարիների ընթացքում օրենքը խախտվել է, որովհետեւ ըստ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, դա նշանակում է, որ ցանկացած մասսայական միջոցառումների ժամանակ հայերեն լեզուն պետքա ներկա լինի դա ենթագրերի ձևով, լինի դա թարգմանության ձևով, եւ այդ մասը խախտվել է 30 տարի։ Հիմա կինոթատրոններում ամբողջ այս ընթացքում միշտ ֆիլմերը հիմնականում եկել են ամբողջ SNG-ի տարածքի համար ստացված դիստրիբյուցիայով, որը որ արվում էին նույնիսկ հայ ներկայացուցիչների կողմից Ռուսաստանում եւ գնվում էին ֆիլմերը ամբողջ բոլոր այդ post-sovet երկրների համար, թարգմանվում էին ռուսերեն եւ ուղարկվում էին ցուցադրման ըստ երկրների այդ տեսքով ռուսերեն դուբլաժով։ Այո։ Եվ արդեն կինոթատրոնների ֆունկցիան մի տեսակ դառնում էր ավելի երկրորդական այդ հարցում, իրանք չէին ուզում ոչ մի ավելնոր ծախս անեին։ Եվ ոնց որ պահանջարկել չկար, չէ՞։ Չէ, պահանջարկը կար չկար, պահանջարկը ձևավորվում է եւ այս տարիների ընթացքում միանշանակ պահանջարկ եղել է, որովհետեւ մարդիկ ասենք ամերիկյան ֆիլմ կամ ֆրանսիական ֆիլմ ռուսական դուբլաժով նայելը Հայաստանում դա նոնսենս է։ Ես ինքս ասենք 2002 թվականից Հայաստանում եմ, ես կինոթատրոններում այդ ֆիլմերը, որ գնում են պրոկատ դիստրիբյուցիայի Հայաստանում, ես չեմ նայում, որովհետև իրանք բոլորը ռուսերեն են։ Եվ չեմ նայում ոչ թե որ ես հակառուսական եմ, իմ կրթությունս է եղել ռուսերեն համալսարանը եւ դպրոցը, ես շատ լավ տիրապետում եմ լեզուն, բայց ինձ համար այդ ոչ օրիգինալ լեզվով ֆիլմը նայելը անհեթեթություն է, քանի որ դու կորցնում ես ֆիլմի մոտ կեսը։ Եվ դա է, որ ամենակարևորը հիմա մենք պետքա քննարկենք եւ խոսենք, թե ոնց է շարունակվելու, ասենք հունվարի 1-ից ինչ ենք ունենալու, որովհետեւ 2021 թվականին ընդունված օրենքի համաձայն կինոյի մասին կամ կինո արտադրության մասին Հայաստանում շատ հստակ գրված էր, չգիտես ինչի, որ այդ տողը, որը լեզվի հետ է կապված, ուժի մեջ է մտնելու 2030 թվականին, այն դեպքում, որ օրենքը պետք է մտներ մի տարի հետո ուժի մեջ։ Իմ կարծիքով դա ամենամեծ սխալն էր այդ օրենքի մեջ, այնտեղ շատ ուրիշ սխալներ կան այդ օրենքում, որը որ քննարկել են, բայց սա կարևոր մի հանգամանք էր, որը առիթ էր տալիս ընդունելով օրենքը, ասենք 1 տարի հետո արդեն անցնել նոր համակարգի եւ ինչ որ տեղով, ինչ որ տեղ պարտադրել, որ կինոթատրոնները դրան ուշադրություն դարձնեն եւ չխախտեն։ Չնայած ասում են, որ 30 տարի առաջ այդ օրենքը լեզվի կար եւ խախտվում էր առանց անհանգստանալու։ Այո, ես պահանջարկ ասելով նկատի ունեի, որ այսպես նախկին իներցիայով շարունակվում էր այդ ընթացքը, որ ռուսերեն իմացողների թիվը շատ են եւ ավելի հեշտ է եւ ծախսատար չէ նաեւ դնել, թարգմանել, այսպես մարդիկ ներգրավել, թարգմանիչներ եւ այլն։ Դե նայեք, եկեք տարբեր կողմերից նայենք։ Իսկ հիմա արդեն սերնդափոխություն է եղել եւ փաստ է արդեն, որ մեր ավելի երիտասարդ սերնդի, օրինակ երիտասարդներից շատերը չգիտեն ուղղակի ռուսերեն։ Բայց ակտիվ կինո գնացողը ով է, ասենք այդ 30 տարվա ընթացքում մենք ունեցանք բավականին մեծ հոսք
Սփյուռքից Հայաստան, որը որ ռուսախոս չէր, ընդհանրապես ռուսախոս չէր, եւ այդ զանգվածը օրինակ ընդհանրապես զրկված էր կինոթատրոն գնալու, որովհետեւ դե գնա ինչն է, ռուսերեն թարգմանած իրանք չեն հասկանում։ Եվ Հայաստանում հասկանում եք, ինձ համար ամենացավալին է նա, որ մենք Հայաստանում չենք հարգում մեր լեզուն։ Իսկ օրինակ հիմա հունվարից արդեն ասում են, որ պիտի այս օրենքը գործի եւ կա այնտեղ որոշակի առավելություններ, որոնք կարող ենք մենք նշել։ Նայեք, նախ եւ առաջ օրենքը գործելու համար օրենքը պետք է անցնի, որտեւ օրենքի փոփոխությունը դա պարլամենտով պետք է արվի եւ հենց այն ինչ որ ինձ մի քիչ վրթովում է հիմա, որ բոլորը խոսում են նրա մասին, որ հունվարի 1-ից դա ուժի մեջ է լինելու, դրա մասին կարելի է խոսել միայն այն կետից, այն պահից, երբ որ պարլամենտում այդ փոփոխությունները ընդունված կլինեն եւ դրանից հետո ժամանակ կտրվի, որ իմպլեմենտացիան սկսվի։ Ընդհանրապես դու չես կարող որոշումը կայացնել այսօր եւ ասել վաղվանից մենք փոխվում ենք։ Դա այն սխալներից է, որ պետք չի թույլ տալ։ Դրա համար եկեք հասկանանք, թե երբ է պարլամենտում այդ հարցը քննարկվելու, երբ է դա ուժի մեջ մտնելու եւ հետո հասկանանք, թե Եվանից դա կլինի ի օգուտ թե ի վնաս։ Իսկ ինչ վերաբերվում է դրա օգուտը օրինակ, նայեք, նախ եւ առաջ որ ասում եք ծախսատար չի այդքան ենթագրեր ստեղծելը։ Դա ինչ որ մի հատ հասկանալի գումար է, որը որ ասենք նույն կինոփառատոնները անցկացվող Հայաստանում իրանց ամբողջ նյութը, ասենք 40-50 ֆիլմ են ցույց տալիս մի շաբաթվա ընթացքում, իրանց բյուջետում ունեն այդ ծախսը եւ անում են, լինի դա Ոսկե ծիրանը, լինի դա Ռեանիմանիան եւ այլն, եւ իրանք բոլոր ֆիլմերը դնում են ենթագրեր։ Եթե ասենք փառատոնը կարողանում է ինչ որ ձևի հայթայթի, քանի որ գումարի գեներացիան իրանց մոտ շատ ավելի բարդ է, քան թե կինոթատրոններինը, ապա նրանք ովքեր որ կինո բիզնեսի մեջ են ցուցադրման, կինոթատրոններ են կառավարում, վստահ են, որ կարող են դիստրիբյուտորների հետ գան համագործակցության եւ դիստրիբյուտորները ենթագրեր անեն։ Դուբլաժը ուրիշ խնդիր է։ Դուբլաժը հատկապես մեյջորների, այդ հայտնի մեծ կամպանիաների ամերիկյան, ովքեր որ շուկան գրավում են ինտենսիվ եւ հիմնականում իրանց ֆիլմերն են գնում կինոթատրոններում, բլոկբասթերները, իրանք ունեն հատուկ պահանջներ եւ ասենք մի ֆիլմի դուբլաժը կարող է արժենա 15-20 հազար եւ դա պետք է նախապես շատ հստակ հաստատված դերասանների ցանկով եւ այլն լինի։ Դա միայն խնդիր է, երբ որ խոսում ենք անիմացիայի մասին, որովհետեւ եթե 3 տարեկան երեխայի համար կամ 5 տարեկան երեխայի համար ֆիլմ է ցուցադրում, ինքը պետքա լեզվական բան ունենա, կրի եւ երեխաները հայերեն պետքա լսեն այդ ֆիլմերը։ Դա բարդ խնդիր է, դա պետքա կարողանալ եւ հասկանալ ոնց իրականացնել, բայց մնացած դեպքերում, որ շատերը ասում են, ենթագրեր կարդալ եւ այլն, այդքան էլ հաճելի բան չի, ասեմ, որ եթե մի քիչ լուրջ մոտենալ այդ հարցին, նախ եւ առաջ նրանք, ովքեր որ ենթագրերն են դնում, հասկանան թե ինչ է ենթագիր դնելը, ինչ է ենթագիր թարգմանելը լեզվի մեջ եւ ոնց անել, որ ինքը ընթերնելի լինի։ Վերջի տարիները կարամ ասեմ, որ ասենք վերջի մի քանի տարին, օրինակ Ոսկե ծիրանը բավականին առաջադիմել է այդ հարցում եւ նաեւ Ռեանիմանիան, իրանք արդեն բավականին պրոֆեսիոնալ ենթագրեր են տալիս եւ ընթերնելի։ Դա օրինակ քանակը տառերի ինչքան է, դա արդեն կարևոր է։ Եվ ասենք հայերեն, երբ որ թարգմանվում է ինչ որ մի տեքստ, գիտենք, որ հայերենում ավելի երկար է լինում եւ թարգմանչի հմտությունը նրանում նկարանում, որ կարողանա միտքը շատ հստակ փոխանցի եւ ընթերնելի դարձնի այդ ենթագրերը։ Սա ամեն ինչ պրոֆեսիոնալ մի հատ դաշտ է, որը որ ուղղակի նաեւ աշխատատեղ է Հայաստանում։ Դուբլաժը էլի աշխատատեղ է Հայաստանում։ Ասենք փոխանակ 10, 5, 6, 7 հայ դերասաններ ներգրաված լինեն եւ թարգմանեն դուբլաժ անեն ֆիլմի, գալիս է, ես իմիջիալոց ասեմ, որ մի քանի փորձեր ունեցել եմ ռուսերեն դուբլաժով լսել ֆիլմեր, ահավոր է, շատ անորակ, արագ դուբլաժներ են,
Էտեն չի որ սովետի ժամանակ հատուկ դերասան կար որ Լուի դե Ֆյունեսի ձայներ թարգմանում կամ Մարչելո Մաստրոյանի ներգրաված էր այդ խնդիրը կա շատ երկրներում ասենք Գերմանիայում գրեթե օրիգինալ լեզվով ֆիլմ չի ցուցադրում որովհետև հանդիսատեսը չի գնա նայի բայց Հոլանդիայի նման երկիր ավելի փոքր երկրներում ընդհանրապես երբեք չեն թարգմանում միայն ենթագրերով են ցուցադրում եւ հստակ լավ արված ենթագրերը տալիս են հնարավորություն 6 ամիս հետո հանդիսատեսը արդեն շատ հանգիստ սովորում է ենթագրերով ֆիլմ նայել եւ կարդալ առավել եւս կարելի ասել ուրիշ բան հիմա ժամանակակից տեխնիկան եւ հնարավորությունները արդեն այնքան են հմտացել որ դու կարող ես ասենք թե քո հեռախոսով եւ քո ականջակալով թարգմանությունը զուգահեռ լսել եւ ֆիլմը գնա օրիգինալ լեզվով եւ դու ոչ խանգարես ասենք ինքը դահլիճում դա չլինի բայց դու ինքդ էլ բավարարված լինես եթե ուզում ես զուգահեռ լսես քո լեզվով ուզում ասեմ դա ընդամենը կատարելու եւ մտածելու այդ ուղղությամբ խնդիր է այլ ոչ թե տեխնիկական շատ լավ ես հիշում եմ մեր նախորդ հաղորդումներից մեկում խոսում էինք վարձույթների մասին, որ վարձույթները թեկուզ արևմուտքից հասնում է մեզ Ռուսաստանի այսպես խողովակով եւ այդ դա նույնպես ինչ որ մի բան որոշում է, այսինքն որոշում է էլի նորից Ռուսաստանն է դառնում մեզ համար այսպես ասած օրիգինալ լեզուն դա արդյոք չի խանգարում դա լուրջ խնդիր է որովհետեւ հիմա նույնպես շարունակվում է այդ տենդենսը հիմա նայեք արդեն պրակտիկաները ընդհատեցի պրակտիկան ինչ է ցույց տալիս որ հիմա արդեն այդ խոսակցությունները որոշման մասին դեռ որոշումը չկա եւ ոչ ոք չի կարող պարտադրել դեռ այդ տեսակետից լեզուն պարտադիր որ լինի բայց այդ որոշումները արդեն բերում են նրան որ ռուսական շուկայից կամ SNG-ի շուկայից եկող դիստրիբյուցիաները սկսում են փորձել եւ նույնիսկ ասենք ես գիտեմ օրինակ որ հոկտեմբերի 1-ից էր ասված որ պետքա դա լինի բայց չեղավ բայց իրանք պատրաստ էին ասենք թե սեպտեմբերից արդեն ենթագրեր ունենային եւ այլն ձևակերպված այդ ամեն ինչը լինեին խնդիրը նրանումն է որ Ռուսաստանի համար երբ որ պատրաստվում է ֆիլմը ռուսերեն դուբլաժով իրանք շատ անգամ անցնում են ցենզուրա եւ կրճատումներ են լինում եւ ֆիլմը աղավաղվում է իմ կարծիքով եւ հետո այդպես աղավաղված այդ ֆիլմը գալիս է հայկական շուկա եւ հիմա հայերեն ենթագրերը դնում են ռուսական դուբլաժի վրա որը ռուսերենից թարգմանած չէ թարգմանությունը կարող է ես գիտեմ փորձը գիտեմ մարդիկ որ անում են դա թարգմանում են անգլերենից բայց ֆիլմի վրա երբ որ դրվում է ռուսերեն դուբլաժի տակ եւ պատկերացնում եք ասենք թե մի հատ ֆրազա կա տեքստում անգլերենում որը ռուսերենում բացակայում է եւ թարգմանիչը կամ պետքա կրճատի կտրի փոխի որովհետեւ ռուսերենում ուրիշ բան է հնչում այդ բանը նոնսենս է ինձ համար հիմա ինչ վերաբերում է Հայաստան դիստրիբյուցիայի մասին այո հիմնականում դիստրիբյուցիան շատ թանկ է ուղիղ ոչ ընդհակառակը դա շատ ավելի էժան է նստում բայց հիմնական դիստրիբյուցիան գալիս է էլի խոսակցությունը դիստրիբյուցիայի մասին գալիս է այդ մեծ 5 բան է ստուդիաների ամերիկյան արտադրության մասին որը որ իրանք չեն ուզում գործել հատ ասենք երկրների հետ իրանք ամբողջ աշխարհը բաժանված է տերիտորիաների ասենք թե Եվրոպան նախկին սովետական երկրները եւ այլն այդ տեսակետից օրինակ Վրաստանը հաջողություն ունեցավ առանձնանալ դուրս գալ քանի որ ինքը SNG-ի մեջ չի հիմա եւ նաեւ Ուկրաինան իրանք առանձին են գործում բայց քանի որ ֆիլմը վաճառվում է դիստրիբյուտորին որ ասենք մի քանի երկիր է մեջը եւ ոչ մի պահանջ չի դրվում իրանց արչեւ հարգանքը հանդեպ լեզվի մենք մնում ենք էլի այն հին տաշտակի մոտ ռուսականի բայց եթե ասենք փորձել ինքնուրույն որոշ ուրիշ ֆիլմեր բերել ուղիղ կապով դա շատ ավելի էժան է նստում Հայաստանի դիստրիբյուտորի համար որովհետեւ ինքը կներեք բայց Հայաստանում ընդամենը 6 կինոթատրոն է գործում 6 այսօր 6 կինոթատրոն է գործում լավ կարող է հիմա դառել է 8 մի երկու քաղաքներում էլ ավելացել է որտեղ որ կա ժամանակակից թվային ցուցադրում
եւ իրանք կարող են այդ տեսակի ցուցադրությունից օգտվել, որովհետեւ ոչ ոք լուրջ չի ընդունի, եթե դու ասում ես ինձ MP4 ֆորմատի կամ չգիտեմ ինչի բան տուր, ֆայլ տուր, ես ցույց տամ։ DCP ֆայլ պետք է լինի, որը որ պաշտպանված է եւ կոնկրետ ժամկետի համար է տրվում։ Այդ դեպքում եթե դու ինչ-որ մի ֆիլմ բերում ես որպես դիստրիբյուտոր Հայաստանում ցույց տալու համար, ինքը շատ ավելի էժան է, քան թե եթե դա գնում ես ամբողջ SNG-ի համար։ Մեր բախտը բերել է, որ որոշ ֆիլմեր, որոշ դիստրիբյուտորներ Ռուսաստանում կամ հիմա Կազախստանում կամ ուրիշ երկրում ձևակերպված, նույնիսկ Հայաստանում, բայց ելի SNG-ի համար գնում են, իրանք հայ են եւ որոշ ֆիլմեր իրանք որպես տենց նվիրատվություն Հայաստանին տալիս են, բայց ընդհանուր առմամբ մեզ մոտ ձևավորված չի դիստրիբյուցիոն մշակույթը, որովհետև մեզ մոտ նախ ընդամենը 6 կինոթատրոն է գործում, այդ շատ քիչ է, հանդիսատեսի քանակն էլ շատ փոքր է ընդհանուր առմամբ, եւ նաեւ ոչ մի աջակցություն, պետական աջակցություն չկա։ Իսկ Վրաստանի դեպքում օրինակ եթե հաշվի առնենք ոչ միայն Վրաստանի, այլ նաև մեր հարևանների, նույն Թուրքիայի եւ այլն, ինչպես է դա տեղի ունենում։ Թուրքիան մեծ երկիր է եւ մեծ քանակությամբ կինոթատրոններ ունի։ Թուրքիան ինքը կարող է լինի, օրինակ ես վստահ չեմ ինքը ինչ որ մի շրջանի մեջ է, թե ինքնուրույն է, որտեղ ինքը ինքնաբավ է, ինքը կարա ֆիլմը բերի եւ բավականին հետաքրքիր լինի ուրիշ արտադրողների կամ դիստրիբյուտորների կամ սելզ ագենտների ուղիղ մենակ Թուրքիայի համար վաճառել։ Ի նկատի ունեմ էլի այդ մեջորների տեսակետից, բայց անկախ արտադրողները այնքան շատ են եւ ընդհանրապես աշխարհում այնքան ֆիլմա դուրս գալիս ամեն տարի, որ դա մի հատ մշակույթ է, որը մեզ մոտ չկա։ Մեզ մոտ այդ մշակույթով զբաղվող չկա։ Ուղղակի ես մի հատ օրինակ բերեմ, որ շատ հստակ լինի։ Ասենք Ֆրանսիան ամենահայտնին է Եվրոպայում կինոյի հանդեպ իր վերաբերմունքով, կինոթատրոններին աջակցությամբ, որովհետև լուրջ խնդիր է, ասենք բացի այդ բլոկբասթերներից, ուրիշ ֆիլմեր գրեթե դժվար է շատ կինո հարթակ հանել եւ ցուցադրել։ Եվ իրանք օրինակ CNC-ն ունի հատուկ ֆինանսավորում դիստրիբյուտորների համար, որը որ տալիս է հնարավորություն դիստրիբյուտորին էլեմենտար, ասենք թե գովազդը կազմակերպել երկրում։ Մենք փորձեցինք 2019 թվականին դիստրիբյուցիայի համար գոնե 1 միլիոն առանձնացնել, որ նրանք ովքեր որ բերում են, ասենք անկախ ֆիլմ կամ ինչ-որ մի հայկական ֆիլմ, թեկուզ ուզում է կինոթատրոնում ցուցադրվի, դիմի կինոկենտրոն եւ ստանա այդ 1 միլիոնը։ Ցավոք սրտի, այս նոր փոփոխությունների հիմնված նոր օրենքի հիման վրա վերջին հայտը որ ընդունում էին, այդ տողը դուրս եկավ, ասելով որ մենք առանձին դրանով զբաղվելու ենք, ըստ նոր օրենքի ոչ մի բան չի փոխվել դեռ եւ ես վստահ չեմ որ նոր փոփոխությունները այդ ուղղությամբ կտանեն, որովհետեւ ոչ մի խոսակցություն եւ բանը այդ նախագիծ չկա դրա մասին։ Ֆրանսիան մոտ 30,000 մի ֆիլմի համար տալիս է 30,000 եվրո, որ ֆիլմը կարողանա դուրս գա էկրան։ Եթե դու չես արտադրել ֆիլմ համատեղ Ֆրանսիայի հետ, եթե այդ ֆիլմի մեջ չկա ֆրանսիական գումար, Ֆրանսիայի դիստրիբյուտորը այդ ֆիլմը չի վերցնի Ֆրանսիայում ցուցադրելու, որովհետև պետությունը չի տա իրան այդ 30,000 եվրոն, իսկ իր գրպանից դա վճարելը շատ ռիսկային է, որովհետև ինքը կարող ուղղակի կորցնի այդ փող։ Հասկանում եք, շղթա է այդպիսի։ Հայաստանում տենց բաներ չկան։ Հայաստանը լրիվ տենց կինո դիստրիբյուտորը ինքը իր հույսին է, առավել եւս հիմա այդ գործողությունները ստիպողական, որ իրանք պետքա նոր բան ստանան, ցուցադրման իրավունք ստանան, բավականին բարդացված այն տեսակետից, որ արդեն շատ դիստրիբյուտորներ ասում են մենք էլ ուրիշ ֆիլմ չենք բերի ցույց տանք Հայաստանում, դա մի հատ լուրջ խնդիր է, որը ոչ ոք չի քննարկում, չի խոսում դրա մասին, բայց կոնկրետ մարդիկ, ովքեր որ փորձում են Հայաստան ֆիլմ բերեն եւ ցուցադրեն կինոթատրոնում, ինչու շահավետ չէ, հա իրենց չէ, այն թղթատարությունը որ կա եւ որ ուղղակի զուտ բյուրոկրատական իմաստով, միայն բյուրոկրատական չի, ֆինանսական էլ է, դա բավականին մեծ ծախսերի է բերում, այն ձևով, այն ֆորմատով, որ իրանք ուզում են։ Կոնկրետ օրինակ ասեմ առանց անունների, ես խոսել եմ SNG-ի դիստրիբյուտորի հետ, որը որ պատրաստ արդեն մյուս տարի է եւս մի քանի ֆիլմ բերի Հայաստանում ցուցադրի, ինքը ինձ ասում է. նայեք, դուք ունեք ընդամենը 6 կինոթատրոն։ Ես
Ուզբեկիստանի համար, Ադրբեջանի համար, Կազախստանի համար նույն այս ֆիլմը բերում եմ եւ ցուցադրում եմ։ Այնտեղ ես ագենտին վճարում եմ 15 եվրո, ագենտը ինձանից ուզում է 2 H թուղթ, մի քանի օրվանից հետո ես այդ լիցենզիան ստանում եմ։ Հայաստանում դեռ այդ մասը սարսափելի կաղում է։ Ինչ պատճառներով, եկեք հիմա դրա մասին չխոսենք, բայց այդ process-ը շատ բարդ է եւ ես գիտեմ դիստրիբյուտոր, որը որ Հայաստանում ֆիլմը հանել էկրան, մոտ 300-400 հազար արդեն ծախսել է միայն այդ թույլտվությունը ձևակերպելու, թղթերի վրա կնիքներ ստանալու եւ այլն եւ այլն։ Դա անընդունելի է, հատկապես եթե դու դա անում ես ընդամենը 6 կինոթատրոնի համար, դու ուղղակի քո ծախսերը չես փակելու։ Ինչի պետք է այդ դիստրիբյուտորը ֆիլմ բերի ստեղ։ Առավել եւս որ այսպես նկատելի է առաջին հայացքից, որ կինոթատրոններում այդքան էլ ուշագրավ ֆիլմեր շատ հաճախ չենք տեսնում, շատ ավելի էժան կարելի է այսպես ասել։ Պոպկորն կինո է տեսնում եւ տեսնում ես հայկական արտադրության կոմեդիաներ։ Ես իրականում ինձ սխալ չի հասկանան, ոչ մի միտում չունեմ այն ֆիլմերի, այն ֆիլմերի, որոնք որ ունեն համբավ, մարդիկ գնում են նայում են։ Մի հատ շատ լավ օրինակ կա, որը որ միշտ պետք է հիշել եւ ասել, օրինակ մենք հրճվում ենք պարսկական կինոյով, չէ՞, ասում ենք ինչ լավ կինո է, ինչ որ մենք տեսնում ենք հրաշալի է, շատ հետաքրքիր է, խորի մաստ է։ Պարսկաստանը տարին արտադրում է 300 ֆիլմ։ Աշխարհը տեսնում է այդ 300 ֆիլմից 10-ը։ Իրանց մոտ կա արտադրություն, օղակները աշխատում են, միջին օղակները կինոյի աշխատում են, արդյունքում մի 10 ֆիլմ հետաքրքիր դուրս է գալիս, որովհետև այդ ընդհանուր այդ մշակույթը աշխատում է։ Եվ այդ ֆիլմերը ճամփորդում են հիմնականում կինոթատրոններով, այդ փառատոներով։ Հիմա Հայաստանում մենք տարին արտադրվում է էկրան բարձրանում է միջինում 15 ֆիլմ։ Առանց պետության աջակցության, առանց ոչ մի բանի, մարդիկ գտել են իրանց ֆորմուլաները, իրանք գիտեն թե հանդիսատեսը ինչ է ուզում նայի, իրանք դա արտադրում են եւ հանում են էկրան, քիչ թե շատ, լավ թե վատ, իրանք ինչ որ իրանց եկամուտները փակում են։ Տարվա մեջ այդ արտադրված ֆիլմերից մի երկուսը որոշ չափով, փոքր չափով պետական աջակցություններ են ստանում, ասենք ոնց որ անցյալ տարի մեդալի հակառակ կողմն էր, ինքը ի տարբերություն, ասենք մնացած ֆիլմերի բավականին մեծ հաջողությամբ դիտվեց, նույնիսկ ինքը վերադարձրեց այդ գումարը, որը պետությունից ստացվել էր հետ, դա միշտ որպես օրինակ բերվում է, բայց դրա հետ մեկտեղ իրականում արվեստ որպես կինոն, որպես արվեստ, ինքը եկամուտի հետևից չպետք է գնա, ինքը որակի եւ մտքի հետևից պետք է գնա, առաջի բովանդակության հետևից պետք է գնա, առաջի հերթին։ Շատ լավ է, եթե այդ բովանդակությունը միտքը կա եւ ինքն էլ նաեւ հանդիսատեսը նայում է եւ հավանում է, բայց հանդիսատեսին հասնելու համար էլ բավական մեծ աշխատանք պետք է տանես եւ գովազդ ունենաս կամ ձևավորես այդ հանդիսատեսին։ Մենք ունեինք Նաերի կինոթատրոն սովետական ժամանակաշրջանում, որտեղ որ ավելի տենց արվեստին դեպի արվեստ ընտրության հնարավորություն կար։ Մենք այսօր Հայաստանում չունենք տենց կինոթատրոն։ Մեր բոլոր կինոթատրոնները իրանք մասնավոր են, իրանք հիմնական նպատակը դա կոմերցիոն շահն է եւ ոչ թե որ ֆիլմը ցույց տան։ Իրանք պետք է նենց ֆիլմ ցույց տան, որը որ շատ պոպկորն է վաճառում, ադիբուդի, այսպես ասած, եւ կոկա-կոլա է վաճառում։ Իրանց հիմնական եկամուտը այդտեղից է գալիս, այլ ոչ թե ֆիլմի եւ առանձնապես իրենց շատ էլ հետաքրքիր չէ ենթագրերով կլինեն այդ ֆիլմերը, թե ոչ։ Դե այդտեղ չգիտեմ, որովհետեւ այդտեղ այն հանդիսատեսն է, որը գուցե եւ կարդալ չի սիրում։ Ասենք պոպկորն կինոյի համար պետք չի, որտեվ հիմնական այդ գործողություն, action ֆիլմեր են եւ այլն, որը որ շատ մտային բան չեն թողնում քեզ, կարիք չեն տալիս ու դու այդ սպառում ես։ Բայց վերջին շրջանում կար նաեւ այդ պոպկորն ֆիլմերի մեջ է նաեւ օրիգինալ լեզվով, չէ՞, ֆիլմեր, որոնք ցուցադրվում են եւ այո, գուցե այդտեղ մի քիչ Կինո Մոսկվան անում է ցուցադրություններ արտպակազի միջոցով, էլի ռուսական բանի եւ հիմա նրանք հայտարարել են, որ սկսելու են հայերեն ենթագրեր դնել, օրիգինալ լեզվով եւ հայերեն ենթագրեր, մոտ ամիսը մի երկու ցուցադրություն ունեն։
Կինոպարկը որոշ բավականին հետաքրքիր ֆիլմեր բերում է եւ ցուցադրում է անգլերեն լեզվով, ասենք, բայց այդ ֆիլմերը ցուցադրում է, չգիտես ինչի, ամենաթանկ դահլիճում, ամենաուժ ժամերին, ասենք օրինակ ֆիլմ եկավ, որ ես մեծ հաճույքով կնայեմ, բայց ինքը դրված էր գրեթե 11-ին ժամը, երեկոյան, բանի Լանտիմոսի ֆիլմը։ Դա էլ է հատուկ քաղաքականություն, թե դա չգիտեմ ինչից է դա գալիս, այդ գալիս է կինոթատրոնի աշխատողների մտածելակերպից։ Ես բազմիցս կինո Մոսկվային եմ ասել, որ բերեք օրիգինալ լեզու, բերեք իրան հայերեն ենթագրերը շատ թանկ չեն, եկեք օգնենք ձեզ այդ անել, որ դուք կարողանաք ձևավորեք հանդիսատես եւ հասկանաք, թե այդ հանդիսատեսը ավելի շատ կգնա, ասենք, Լանտիմոսի ֆիլմը ռուսերեն, թե Լանտիմոսի ֆիլմը անգլերեն օրիգինալ լեզվով եւ հայերեն ենթագրերով։ Մենք ստատիստիկա չունենք, մենք չենք տեսնում այդ որ ֆիլմն է լավ աշխատում, որն է վատ աշխատում, դա էլ չգիտես ինչի փակ ինֆորմացիա է, դրա հիման վրա է, որ դու կառուցում ես քաղաքականությունը։ Ես վստահ եմ, որ հայկական ֆիլմերը շատ ավելի մեծ եկամուտ են բերում, քան թե դուբլաժ արած բլոկբասթերները, բայց ես թվեր չունեմ, որ ասեմ, որ այդպես է, բայց մյուս կողմից, երբ որ SNG-ից բերվում է ֆիլմը եւ դիստրիբյուտորը Ռուսաստանից է կամ դրսից է, ինքը պարտադրում է, որ կինոթատրոնի ամենալավ ժամերը իրան տան։ Այլապես ինքը ֆիլմ չի բերի։ Դա էլ քաղաքականության մի հատ խնդիր է, որը որ կինոթատրոնները իրանց համար չեն կարողանում լուծեն, որովհետև իրանք ասում են, եթե մենք դրանից հրաժարվենք, իրանք էլ մեծ ֆիլմ չեն տա, բայց իրականում իրանք կորցնում են, ասենք, հանդիսատեսը, որովհետև մեծ դահլիճները տրվում են նրանց, իսկ փոքր դահլիճները, ասենք, իրանց այն հանդիսատեսին, որը որ կգնա կնայի այդ ֆիլմը։ Այդ շատ բարդ խնդիրներ են, բայց այդ շատ կարևոր խնդիրներ են, որի մասին գլոբալ է պետք մտածել։ Այո, թերևս ամփոփենք մեր զրույցը, շատ հրաշալի է, որ նման նախաձեռնություն կա, այսինքն ակտիվանում է հայերեն ենթագրերով ու նաև հայերեն թարգմանված ֆիլմերի այսպես տարածումը, բայց մի երկու խնդրահարույց կողմեր փորձենք նշել եւ ամփոփենք։ Դե խնդրահարույց կլինի, եթե թարգմանվի ռուսերենից կամ վատ թարգմանվի կամ վատ ենթագրեր արվի, մարդիկ սկսեն դժգոհություն, բայց մյուս կողմից հանդիսատեսի որակը եւ քանակը կփոխվի, ուրիշ հանդիսատես կսկսի գալ, եթե ֆիլմերը լինեն օրիգինալ լեզվով։ Դա շատ կարևոր մի հատ բան է, որը պետք է ժամանակ։ Հիմա խնդիրը ինչն է, որ քանի որ պետության աջակցություն այդ ամեն ինչում չկա, ես կարամ հանգիստ ասեմ, առանց ոչ թե քննադատություն, բայց այդ ուղղությամբ չի մտածվում, ոչ մի բան չեն ձեռնարկել։ Ռիսկային է դառնում դիստրիբյուտորների համար, կինոթատրոնների համար, իրանք ոչ մի հատուցում չեն ստանում։ Նույն հայկական ֆիլմերը, եթե ասենք, ես գիտեմ ֆիլմ, որը վերջերս դուրս էր եկել եւ ինքը պոպուլյար տենց կինո չէր, ինքը հոգեբանական դրամա էր, այդ ֆիլմը բավականին թանկ հաճույք է եղել արտադրելու եւ նաեւ որ ֆիլմի մասին չեմ ուզում ասեմ, որ ֆիլմի մասին, որ չստացվի հակագովաստ կամ չգիտեմ ինչ, բայց այդ ֆիլմը բավականին քիչ հանդիսատես է հավաքում, որովհետեւ ինքը ծանր ֆիլմ է, դժվար ֆիլմ է, հիմա հասկանում եք, այդ ֆիլմը ունի իր նիշը, իր կատեգորիայի համար ինքը ավելի պետք է հնարավորություն ունենա ցուցադրվելու, իսկ ոնց է այդ հնարավորությունը ձևավորում, եթե կինոթատրոնը ասում է, դե շատ մարդ չի գալիս, մենք կամաց իրան մղում ենք դուրս։ Չկան այդ սպეციფიկ կինոթատրոններ, որոնք որ Եվրոպայում կամ Ֆրանսիայում, ովքեր որ այդ կարգի ֆիլմեր ցույց տալու, ասենք art house ֆիլմերը ցուցադրելու համար իրանք կոմպենսացիաներ են ստանում, որ մնա, որ այդ մշակույթը մնա։ Իսկ մենք իրականում փակեցինք բոլոր կինոթատրոնները, բոլորը դարձրեցինք առևտրի կենտրոններ, մնաց մի քանի կինոթատրոն։ Մեր մի բան ասեմ, որ շատ կարևոր է։ Մեր արտադրողը շահագրգռված չի ֆիլմ արտադրելու, հատկապես դրամատիկ եւ լուրջ եւ մտածելու ֆիլմ, որովհետեւ ինքը դաշտ չունի, որտեղ ցուցադրելու է, հանդիսատեսի քանակ չունի։ Ու այդ դառնում է խնդիր։ Դրա համար առանց պետական աջակցության այդ ամեն ինչը հնարավոր չի եւ դա պետքա լինի շատ մտածված, լուրջ մտածված աջակցություն, որը որ հուսամ
կգանք այդ կետին։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանն էր։ Մենք քննարկում էինք հայերեն ենթագրերի եւ առհասարակ հայերեն կրկնօրինակման առավելությունների եւ խնդրահարույց կողմերի մասին։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն